Ողջունում եմ բոլորին, Աստծո խաղաղությունը բոլորիդ ընտանիքներում։ Այսօր կխոսենք ամուսին և կին հարաբերություններից։ Եթե այս թեման ձեզ դուր գա, ձեր մեկնաբանությունների և արձագանքների միջոցով կհասկանամ և շարունակություն կպատրաստեմ, դրա համար բաժանորդագրվեք և հավանություն տվեք։ Եթե կան խնդիրներ, որոնց մասին կցանկանայիք լսել, գրեք մեկնաբանություններում կամ անձնական նամակում։ Բոլոր իմ տվյալները գտնվում են իմ էջերում։ Նաև կսպասեմ ձեր կարիքներին, որոնց համար կցանկանայիք աղոթքներ արվեն։ Ցավոք սրտի ժամանակակից աշխարհն աղավաղված է, ոչ միայն ճաշակի և նորաձևության և այլնի հարցում, այլ նաև հարաբերությունների։ Եվ քանի որ մարդկանց կյանքում Աստված առաջին տեղում չէ, մոտեցումը ընտանիքին, ով ստեղծել է Աստված, բնականաբար աղավաղված կլինի։ Արդ ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Աստվածաշնչյան այս խոսքերը անտեսված, արհամարհված և մոռացված են։ Մեղքի հետևանքով մի կաթիլ մեղր պատմության պես ամեն մի առիթ բաժանության, կռվի ու անախորժության պատճառ է դառնում։ Եկեք դիտենք ֆիլմից մի դրվագ։ Ֆիլմի անվանումը ես կթողնեմ մեկնաբանություններում։ Վերջում կարճ կամփոփենք այսօրվա թեման։ Я женился очень рано. Думаю, я был прилежным мужем, как, в принципе, и большинство из нас. Я не кричал на нее, не бил ее, не изменял ей, но при этом я с ней не гулял, не покупал ей цветы, не благодарил ее. И однажды нас привезли в Освенцим. Нас разделили, и все было не так, как прежде. И знаете, почему я скучал больше всего? Я скучал потому, как просыпался рядом с ней. Ее духам, ее еде. Даже скучал по нашим мелким ссорам. У нас было всего лишь 1 час. Но этого часа было достаточно, чтобы я прожил оставшиеся 23 и встретился с ней снова на следующий день. Но однажды мы не встретились. И я знал, что больше ее не увижу. Каждое отношение проходит через свой Освенцим. И важно лишь то, что мы из этого выносим. До меня доходило слишком долго. А когда я все понял, было уже поздно. Я надеюсь и молюсь, что у вас такого не будет. Լինելով աստվածային ստեղծագործության պսակը, ընտանիքը այսօր չարի ամենաուժեղ և ամենաշատ հարձակումների կենտրոնում է, սակայն Աստծո համար անլուծելի խնդիրներ չկան, և նա առաջարկում է շատ կարևոր և հետաքրքիր լուծումներ ամուր և սիրով լի ընտանիք ունենալու համար։ Քրիստոսի զոհը ոչ միայն երաշխիք է ապագայի փրկության և երջանկության, նաև այսօրվա ընտանիքների բաժանությունից փրկության և երջանկության սիրո միության առօրյայի։ Եկեք միասին դրանում համոզվենք։ Վերջում ցանկանում եմ կարճ աղոթքով ավարտենք։ Մեր երկնավոր Հայր, դու գիտես, թե ինչքան ընտանիքներ կան, որ այսօր բաժանության եզրին են։ Շատերը մտածում են դրա շուրջ, բայց ինչպես քո խոսքում է գրված, այն ինչ դու միավորել ես, թող մարդը չբաժանի։ Խնդրում ու աղերսում եմ քեզ, որպեսզի այցելես ամեն մի ընտանիք, ամեն մի հոգու, դնելու քո շնորհը, քո սերը, որպեսզի այդ ընտանիքներում, Տեր ջան, լինի խաղաղություն, երջանկություն։ Խնդրում եմ, թույլ մի տուր, որ այսօր չարը կարողանա քանդել այն, ինչ դու ես կառուցել, ինչ դու ես ստեղծել։ Եվ այս ամենի համար խնդրանքս մեր միակ բարեխոս, մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով էր։ Ամեն։